Բարի օր ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ պատրաստեմ թթխմորով հաց։ Ունեմ 500 գրամ հաճարի ալուր, 300 մլ գոլ ջուր։ Հիմա ժողովուրդ ջան, ուրեմն ալուրն ու ջուրը հիմա պետք է լցնեմ խառնեմ, 1 ժամ հետո նոր պետք է գցեմ թթխմորն ու աղը։ Կշաղեմ, կդնեմ, հետո շարունակությունը կցուցադրեմ։ Հիմա ջուրը մի քիչ կվերցնեմ սկզբի համար, հետո կասեմ, ինչ մնաց։ Ժողովուրդ ջան, հիմա լցրեցի 300 մլ-ը, ոնց որ քչություն արեց։ Հիմա պետք է լցնեմ եւս մի 100 մլ եմ վերցրել։ Հիմա 100 մլ-ից կտեսնեմ ինչքան ավելացավ։ Լցրեցի։ Սիրելի հետևորդներ, արդեն պատրաստ է։ Վերցրել եմ ընդամենը 380 մլ ջուր։ 380 մլ ջուր, 500 գրամ հաճարի ալուր։ Նորից եմ ասում, որպեսզի ասեք, ալուրն ինչքան էր, ռոզատատիկ, ջուրը ինչքան էր, ասեցի արդեն։ Հիմա փագեցի, արդեն փագեցի այսպես։ Ու կդնեմ 1 ժամ հետո կբացեմ ու կշարունակեմ իմ գործողությունը։ Սիրելի հետևորդներ, արդեն 1 ժամը լրացավ, մեր խմորը հանգստացավ, հիմա լցնում եմ աղը 16 գրամ, աղ 16 գրամ և թթխմորը 180 գրամ թթխմոր։ Հիմա բարձացել է, արդեն հասունացել է, մենք արդեն առավոտը կերակրեցինք թթխմորին, հիմա արդեն հասունացավ, հիմա հացին խառնելու, խմորին խառնելու ժամանակն է։ Արդեն թթխմորը լցրեցի խմորի վրա, սիրելիներս, և աղն եմ լցնում 16 գրամ։ Հիմա շավեմ։ Խմորը հավաքվեց, սիրելի հետևորդներ, հիմա կհավաքենք, կծածկենք, կդնենք նորից սենյակային ջերմաստիճանի տակ և կես ժամից նորից կմիանամ, սիրելի հետևորդներ ջան, ու շարունակեմ։ 1 ժամը լրացավ, հիմա անում ենք այսպես։ Բարձրացնում ենք 4 կողմից, հետո ամեն կես ժամը մեկ այդ գործողությունը կատարում ենք, ամեն կես ժամը մեկ, 3 անգամ, հիմա մի անգամ արեցի, 2 անգամ էլ կանեմ, բայց չեմ ցուցադրի, ինչի համար չեմ ցուցադրի, որովհետև բան էլ չկա ցուցադրելու, արդեն ասում եմ, 3 անգամ, հիմա 1 անգամը արեցի, 2 անգամ էլ անելու եմ։ Ամեն կես ժամը մեկ, դառնում է 3 անգամ։ Հիմա թողնում եմ, նորից կանեմ կես ժամ հետո։ Հիմա ձեզ ասեցի արդեն, 3 անգամ, 1 անգամ արել եմ, 2 անգամ էլ պետք է անեմ, բայց չեմ ցուցադրելու։ Ու դրանից հետո, 3 անգամից հետո 4 կողքերից բարձրացնում ենք շուռ ենք տալիս, դնելու եմ 4-ից 5 ժամ, հանգստանա սենյակային ջերմաստիճանի տակ։ Ու 4-5 ժամ հետո, բայց այս գործողությունը կատարում եք ամեն կես ժամը մեկ։ Հիմա դնելու եմ 4-ից 5 ժամ հանգստանա, դրանից հետո արդեն կդնեմ այդ ամանի մեջ ու դնելու եմ սառնարան, ցուցադրելու եմ։ Դե ինչ ասեմ, ժողովուրդ ջան,
Արդեն մեր խմորը պատրաստ է, 5 ժամը անցավ, նայեք ինչ գեղեցիկ փուչիկներ ա եղել, արդեն լրիվ պատրաստ է։ Հիմա սեղանի վրա պետք է գցեմ, ձգումները անեմ եւ տեղադրեմ մեր հացամանի մեջ ու դնելու եմ սառնարանի մեջ 12-13 ժամ կնայեմ ինչպես է ստացվել ու այդպես կանեմ։ Հիմա հանեմ սեղանի վրա, ժողովուրդ ջան։ Այսպես շատ զգուշ բացում ենք, ձգում ենք։ Այսպես այս չափի։ Հիմա պետք է բերենք իրար վրա արդեն։ Այսպես հավաքում եք, տեսք եք տալիս, այս վիճակով։ Ոնց եք պերաշկին փակում։ Այսպես պերաշկի նման հավաքում եք իրար վրա, այսպես։ Հիմա այս հացամանի մեջ պետք է ալուր լցնենք, այսպես, ու տնելու ենք մեր խմորը արդեն հացամանի մեջ, ինքը արդեն այս ձևով, ինչպես մեր հացամանն է, այս ձևով ինքը կվերցնի իրա տեսքը, մի քիչ էլ ալուր հիմա վրեն կլցնենք, վերջացրեցինք, թողնելու ենք 12 ժամ, մինչև լույսը կբացվի, առավոտյան արդեն նորից կմիանամ ու ցույց կտամ շարունակությունը, որ արդեն տնելու ենք էլեկտրո օջախի մեջ ու թողենք մեր հացը, այսօրվա մեր տանջանքը։ Հիմա կփակենք նորից ու գնաց սաղնարան։ Նայեք, ժողովուրդ ջան, բարի լույս նախ եւ առաջ, որովհետեւ արդեն օրը փոխվեց։ Հիմա տեսեք ինչ գեղեցիկ հաց է ստացվել, խմորը այսինքն, ինչքան գեղեցիկ բարձած է, տեղը տեղին, պակաս բան չկա։ Հիմա շուռ եմ տալիս թղթի վրա։ Հիմա տանակով հատուկ հացի համար է, Հայաստանի սրիչներից է։ Մի քիչ հիմա ալուր կցանեմ, նորից 4 բոլորը։ Հիմա պետք է սենց սրիչով մի քիչ բացեմ, այսպես։ Հետո այս մյուս կողմից։ Հիմա մեջտեղից մի քանի հատ Այսպես մեր կացան, որի մեջ պետք է թխենք հացը, ուղիղ կես ժամ տաքացրել եմ 250 աստիճանի, վերև ներքևի տակ, 250 աստիճան։ Հիմա դնում եմ կացայի մեջ, սառույց եմ լցնում 4 կողմից, տակի մասը, պետք է դնեմ արդեն էլեկտրո օջախի մեջ, բերանը փակեմ, հիմա այս չափի ջուր եմ տնելու ներսը, տակի մասը, ժողովուրդ ջան, այսենց, և հիմա դնում եմ մեր կացայով խմորը, ժողովուրդ ջան, արդեն գազօջախի մեջ է, դնում եմ 25-ից 30 րոպե, դուք նայեք, չգիտեմ ինչ ջերմություն է, ձեր մոտ գազ է, իմ մոտ էլեկտրո է։ Հիմա նայեք, 25 րոպե կդնեք, հետո կտեսնեք, որ հարմար լրիվ պատրաստ չի, նորից 5 րոպե կավելացնեք, բայց իմ մոտ ես դնում եմ 30 րոպե, որովհետև իմս էլեկտրական է։ 30 րոպեից արդեն կբացեմ, կնայեմ, կտեսնեմ կարիք կա, մի քանի րոպե կթողեմ, մի 3 րոպե, 5 րոպե, իսկ եթե որ կարիք չլինի, էլ չեմ թողնի։
կհանեմ ուղիղ։ Դե լավ, ժողովուրդ ջան, սպասում ենք, կհանդիպենք կես ժամից։ Սիրելիներս, նայեք, տեսեք ինչքան գեղեցիկ հաց եղավ, ամեն ինչը տեղը տեղին։ Հիմա կափարիչը վերցրեցի, առանց կափարիչի, այսպես, առանց կափարիչի կթողնեմ մի 2-3 րոպե ու նորից կհանեմ։ Վերջացավ, արդեն կվերջանա։ 30 րոպե մնաց կափարիչով, 3 րոպե առանց կափարիչի ու արդեն պատրաստ է մեր հացը այսօրվա։ Վերջացրեցի, հանեցի դուրս, հիմա կթողնեմ մի քիչ կսառի, հետո կկտրեմ ու նորից կմիանամ ձեզ, կցուցադրեմ, թե ինչպես է ստացվել մեր այսօրվա հացը։ Տեսեք, ինչքան գեղեցիկ, ինչքան սիրուն հաց է ստացվել։ 500 գրամ ալյուրից։ Հիմա կտրեմ ու ձեզ ցուցադրեմ։ Ապուկ։ Տեսեք։ Ինչ ասեմ։ Նայեք, խոսք չկա։ Խոսք չկա մեր հացին։ Ոչ մի ավելորդ բան չեմ կարող ավելացնել։ Ինչպես ասել եմ, ինչպես ցուցադրել եմ սիրելիներս, այդպես կանեք ու տեսեք ինչքան գեղեցիկ հաց է ստացվում։ Նորից ասեմ ձեզ 250 աստիճան վերև ներքև 30 րոպե, մի 2 րոպե էլ, 2-3 րոպե էլ առանց կափարիչի։ Կափարիչը վերցնում եք կացայի վրայից, առանց կափարիչի, որ չեք ցանկանա այդ 2-3 րոպեն էլ մի դրեք, բայց որ դնում եք լավ ալնում, մի քիչ գոլորշին դուրս է գալիս, ավելի բերևի մասը ավելի գեղեցիկ է լինում։ Մի փոքր կկտրեմ, կփորձեմ, մի փոքր։ Ու ձեզ կասեմ աղը ու ամեն ինչը։ Տեսեք ինչքան լավն է, կարակով, մեղրով, ինչ ասես արժի այս հացը։ Արդար, մաքուր, տնական, ոչ մի խառնուրդ չկա մեջը։ Կրթկրթան, գեղեցիկ, համ փափուկ, համ կրթկրթան։ Դե ինչ ասեմ սիրելիներս, մեզ մնում է հետևել, հավանել եւ տարածել։ Տարածեք, թող բոլորն էլ տեսնեն, որ Ռոզա տատիկը ինչքան գեղեցիկ հաց է պատրաստում, մաքուր, արդար տնական հաց, որ իրենք էլ պատրաստեն, դուք էլ պատրաստեք ձեր բալիկների համար, ձեր ընտանիքի համար սիրելիներս։ Մնացեք ինձ հետ, սիրենք իրար, սիրում եմ ձեզ, շատ-շատ։